Գրանցվել է այս պայն 55 ավականու անդամ, շատ լավ, սպասում ենք, շատ լավ, 56 ավականու անդամ։ Հարգելի գործընկերներ, հայտնում եմ, որ ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Կիմա Աբրահամյանը իր դիմումի համաձայն ու անժամկետ դադարեցրել է ավականու անդամի իր լիազորությունները։ Համաձայն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2025 թվականի դեկտեմբերի 11-ի 22 համար 22 արձանագրության քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները ժամկետ դադարած ավականու անդամի մանդատը տրվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ հերթական թեկնածու Խորեն Հովհաննիսյանին։ Շնորհավորում եմ ձեզ, պարոն Հովհաննիսյան։ Տեղեկացնում եմ, որ ղեկավարվելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասով Երևանի ավականու 6-րդ նստաշրջանի առաջին նիստը կգումարվի 2026 թվականի փետրվարի 10-ին ժամը 10-ին։ Սա այն նիստն է, որ գումարվում է օրենքի ուժով։ Ավականու հարգելի անդամներ, հերթական նիստի օրակարգի նախագծում ընդգրկված է 31 հարց, բայց մինչև ձեզ խոսք տալը, հարգելի գործընկերներ, ուզում եմ տեղեկացնեմ, որ 2025 թվականի դեկտեմբերի 23-ի նիստի օրակարգի նախագծի չզեկուցվող 17-րդ հարցը Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Քրկորյանի փողոց 23/8 հասցեում բազմաբնական բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին նախագծի վերաբերյալ Տիկին Նելի Ղարդյանը հայտնել է շահերի բախման վերաբերյալի եւ առաջարկել է, որպեսզի մենք հանենք հարցը օրակարգից եւ քանի որ ինքը այնուամենայնիվ հիմքը լսումներն են այս հարցի, ես հանում եմ հարցը օրակարգից։ 22-րդ հարցը Երևան քաղաքի ավականու 2010 թվականի ապրիլի 12-ի 85N որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցերը նույնպես հանում եմ օրակարգից, հանձնաժողովի նիստին ամբողջական կարծում եմ քննարկումը տեղի չի ունեցել բրենդինգի ամբողջական փաթեթի մասին եւ հաջորդ ավականու նիստից առաջ հանձնաժողովի նիստին կքննարկվի բրենդինգի ամբողջական փաթեթը, որովհետև սա միայն դրոշի գույնի փոփոխության հարց չէ, ինչպես նաև գիտեմ, որ դրականով անցել է 11-րդ հարցը հողերի փոխանակման վերաբերյալ, բայց քանի որ ավականները քիչ ժամանակ են ունեցել հարցին մանրամասնորեն ծանոթանալու, հողերի փոխանակման հարցը նույնպես հանում եմ օրակարգից, խոսքը գնում է այն մասին, որ մեր գերեզմանոցները մեկ անձի թե ընկերության սեփականություն հանդիսացող հողամասի վրա են տարածվել եւ այդ ընկերությունը ոնց որ դիմել էր, որպեսզի հողերը փոխանակվեն, բայց հասկանում եմ կարճ ժամանակ է եղել հարցը մանրամասնորեն ուսումնասիրելու համար եւ հետեւապես այդ հարցը նույնպես հանում եմ։ Այլ առաջարկություններ, այսինքն մեր օրակարգում մնաց 28 հարց, այլ առաջարկություններ, խնդրեմ։ Վերջին երկու այդ հողամասերի փոխանակումը եւ Մալաթիա Սեբաստիայի հետ կապված մենք ունենք առաջարկ եւ այս պարագայում առաջարկը չենք հնչեցնում, առաջարկ ունենք օրակարգի 3-րդ հարցի վերաբերյալ, քանի որ մեր խմբակցությունից պարոն Հարոյանը գտնում է հիվանդանոցում կողմանի թոքաբորբով եւ Զարուհի Փոստանջյաններ երկրում չէ, այդ հարցի հետ կապված քվեարկությունը շատ վճռորոշ է մեր համար եւ երևանցիների համար, առաջարկում ենք հարցը դարձնել քննարկվող 3-րդ հարցը Երևան համայնքում տեղական վճարների
26 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին, որը վերաբերում է կարմիր եւ հանրային տրանսպորտի ուղևորավարձերին, հատկապես որ կարմիր մասով նորից դատական որոշում կա, որը համարում է ոչ իրավաչափ այդ թանկացումները։ Մի խոսքով, առաջարկում ենք դարձնել զեկուցող, իսկ եթե հանկարծ հարցը չդարձավ զեկուցող, ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ընդդիմադիր դիրքավորված բոլոր անդամներին կոչ ենք անում չմասնակցել քվեարկությանը, քվորում չապահովել եւ չընդունել այդ 160,000 եւ արդեն իսկ գործող տրանսպորտային ուղևորավարձերը։ Առաջարկում ենք երրորդ հարցը դարձնել զեկուցող։ Շնորհակալ եմ պարոն Սուքիասյան առաջարկի համար, տեղեկացնեմ, որ տուրքերի եւ վճարների մասին հարցերը դարձել են չզեկուցվող մի պարզ պատճառով, որովհետեւ այնտեղ որևէ փոփոխություն չի իրականացել, մասնավորապես եւ տուրքերի եւ վճարների մասով նույն փաստացի դրույքաչափերն են, ինչ որ մենք ընդունել ենք նախորդ տարի եւ հետեւապես դա է պատճառը, որ այստեղ որևէ փոփոխություն չկա։ Ես հասկանում, մենք լսեցի ձեր առաջարկը, պարոն Սուքիասյան, պետք չի ընդհատել։ Ես լսեցի ձեր առաջարկը, կքվեարկվի ձեր առաջարկը, հարգելի գործընկերներ։ Այլ, խնդրեմ պարոն Թորոսյան։ Դե հենց այդ լոգիկայով էլ կարելի էր քննարկել, թե այդ դրույքերը, այդ չափերը ընդունելուց հետո ինչ եղավ, ինչ չեղավ, եւ հանրությանը ներկայացնել, ինչևիցե միանում ենք այդ կոչին, մենք առհասարակ որևիցե չզեկուցվող փաթեթին երբեք չենք գրանցվել, մեր ֆրակցիայի մեծ մասը, եւ նաեւ առաջարկում ենք 15-րդ հարցը դուրս դարձնել զեկուցվող։ Քանաքերձերքում վարչական շրջանի Լեպսիուս փողոցի հասցեում Երևանի 136 դպրոցի քանդման եւ նորի կառուցման հարցը։ 15-րդ հարցը, շատ լավ, պարոն Թորոսյան, այլ առաջարկություններ, խնդրեմ, պարոն Ավագյան։ Պարոն քաղաքապետ, ես ճիշտ ասած չզեկուցվողները բազմաթիվ են, բայց ես ուզում եմ հարցը ասեմ ինչի մասին եմ։ Ուրեմն այդ գերեզմանը, որ պետք է փոխանակվեր Ավանում տարածքի հետ, այդ հարցը պահանջում եմ հանենք, ասենց ասեմ, որտեվ ահավոր հարցը չեմ էլ ուզում զեկուցվող դառնա։ Դա մեկ, երկրորդն էլ ասում եմ, դիմում եմ ընդդիմադիր մեր ընկերներին, գործընկերներին, ոնց կուզեք հասկացեք։ Հիմա մենք արդեն այսօր մեծամասնություն ենք կազմում որպես օպոզիցիա, բարի եղեք, եկեք նիստերին 33 ձայնով ցանկացած հարց լուծենք։ Նենց չլինի, նիստերին չենք գալի, դուք էլ բոյկոտեք։ Սխալ մոտեցումը մենք քվեարկելու ենք ու գալու ենք նիստերին, ինչպես միշտ, շնորհակալություն։ Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, պարոն Ավագյան, ես այդ հարցը արդեն իսկ հանել եմ օրակարգից։ Այլ առաջարկություններ չկան։ Ես դնում եմ, խնդրեմ պարոն Գալստյան։ Շնորհակալություն ուղղակի դիրքորոշման արտահայտման համար մենք առաջարկություններին դեմ ենք քվեարկելու պարոն քաղաքապետի նշած պատճառով եւ երկրորդ առաջարկի նույնպես դեմ ենք քվեարկելու, որովհետեւ զեկուցվող սարքելու որևէ հիմնավորում չհնչեց։ Շատ բարի, հարգելի գործընկերներ, պարոն Սուքիասյանի առաջարկած հարցին քվեարկենք, ովքեր են կողմ, որ երրորդ հարցը դառնա զեկուցվող։ Շնորհակալություն, չի ընդունվել պարոն Սուքիասյան եւ պարոն Թորոսյանի առաջարկը 15-րդ հարցը դարձնել զեկուցվող քվեարկություն։ Շնորհակալություն, նույնպես չի ընդունվել։ Կարող եք խնդրել եւ ձեզ կտրամադրվի։
հայտնում եմ ձեզ, որ օրակարգում ընդգրկված բոլոր մնացած հարցերի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովների կողմից տրվել են դրական եզրակացություններ եւ այն հարցերը հանած, որոնք որ նշեցի, առաջարկում եմ հաստատել օրակարգի նախագիծը քվեարկություն։ Շնորհակալություն, օրակարգը հաստատված է, հարգելի գործընկերներ, եւ առաջնահերթ քվեարկության են դրվում օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերը, արդեն իսկ իմ ասած փոփոխություններով։ Քվեարկություն, ձեր կներեք, պարոն Հակոբյան, ես դուք ձեր բակում չեք, կներեք արտահայտությանս համար ձեր քուչում չեք, խնդրում եմ մի քիչ չափավոր, ձեր արտահայտությունների մեջ էլ տենց փողոցային ես ձեր լեքսիկոնով մի քիչ զուսպ եղեք։ Քվեարկություն, դուք գիտեք։ Լավ, Ժորժ ջան, ասենք ամեն ինչը պատվով կարելի ընդունել, էլի։ Նույնիկ ասենք չենք նախ ասեմ, որ չզեկուցվող հարցերը ընդունվեցին։ Հարգելի գործընկերներ, ես հասկանում եմ, որ այն այսպես ասած այն տորիչելյան դատարկության մեջ ձեր օրակարգի բան չունեք ասելու, իրականում էլի, որ բան չունեք ասելու, խոսում եք ամբողջ լրատվականը լծված է այն մասին, որ նոր թանկացումներ են սպասվում, զարմացած մարդիկ ինձ գրում են, ասում են, «Էս ինչ նոր թանկացումներ է, ինչա փոխվում», ասենք, երբ որ մեր турքերի վճարների լռություն, հարգելի գործընկերներ, ես իմ նիստը վարողի իրավունքից օգտվելով իմ արտահերթ ելույթից օգտվելով ասում եմ այն ինչը որ ճիշտ եմ համարում եւ հետեւապես խնդրում եմ ըստ տվայտանքների մեջ պետք չի ընկնել նորմալ ամեն ինչ